Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞։ Ավստրիա։ Երազին երկիր հարելի Խնձոր կսիրես։ Այո, սիրեմ։ Երթամ քեզ համար խնձոր։ Խնդրեմ ուշադրություն կնկարեմ։ Բայց կանեմ։ Ստեսու։ Բարև ձեզ։ Շարունակում ենք մեր ոդքասթների կամ հաղորդումների շարքը նվիրված Հենրիկ Մալյանի 100-ամյակին։ Ու այսօր էլ իմ հյուրն է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասանուհի Տաթև Հովակիմյանը։ Բարև Տաթև ջան։ Լավ ես։ Լավ դու։ Լավ ես զգում Մալյան թատրոնում։ Այ հա շատ։ Իմ սիրած թատրոններից մեկն է իհարկե։ Իսկ բախտ ունեցել ես խաղալ։ Չէ, բախտ չեմ ունեցել դեռ, բայց կարծում եմ, որովհետև ամեն ինչ տենց արժևում է ու հնարավոր է ամեն ինչ, քանի որ ես բոլոր թատրոնների սիրահար եմ առհասարակ եւ ուզում եմ բոլոր թատրոնները լինեն իդեալական վիճակում, Մալյան թատրոնն է թվում եւ հուսով եմ, որ ինչի՞ չէ մի օր կհամագործակցենք։ Տաթև, ով է քեզ համար Հենրիկ Մալյան կինոռեժիսորը։ Ես որպես կինոյի մեծ սիրահար շատ տարօրինակ է, որ կարողանում եմ ավելի հեշտ խոսել դրսի ռեժիսորների մասին, ավելի համարձակ, քան մեր, որովհետև չգիտեմ, ինչ որ փոքրանում եմ շատ, երբ որ ուզում եմ խոսել Հենրիկ Մալյանից, Ֆրունզիկ Մկրտչյանից, նման մարդկանցից, եւ երևի թե կյանքիս կարևոր կինոյի ճանապարհը սկսել եմ հենց այդ մարդկանց շնորհիվ, նայելով իրանց ֆիլմերը, մեծանալով այդ ֆիլմերով, եւ կարծում եմ, որ շատ մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա, հատկապես Հայրիկ ֆիլմը։ Ես իսկապես մեծացել եմ այդ ֆիլմերով եւ ինձ համար Հայրիկ ֆիլմում ամենաազդեցիկ կտորները, որ կային, երևի այդ մանկության կտորը, երբ որ հորուսերին նստած խոսում է տղան, ու միշտ ինձ պատկերացնում էի այդ երեխայի դերում, որպես իմ հորուսերին նստած։ Իսկ հիմա արդեն ես եմ մեծ եւ իհարկե ես չունեմ բալիկ, բայց նույն տպավորությունը անդադար է տեսանը նայելով պատկերացնում օրինակ քրոջս տղային իմ ուսերին եւ հասկանում եմ, որ դա ֆենոմենալ է, երբ դու կարողանում ես սերունդների համար թողել մի տեսարաններ ֆիլմերի, որոնք մշտապես հիշեցնում են մարդուն այդ տեսարանները։ Դա շատ ֆենոմենալ է եւ կարծեմ, որ Հենրիկ Մալյանը ունի այդ ֆենոմենը ոչ միայն Հայրիկ ֆիլմի, իհարկե շատ այլ ֆիլմերում եւ ինձ համար շատ կարեւոր է, որ մենք Հենրիկ Մալյանին չհիշենք ոչ միայն ռեժիսոր, որովհետեւ իմ կարծիքով ինքը ֆանտաստիկ սցենարիստ է նաեւ եւ կարծեմ գրեթե իր բոլոր ֆիլմերի սցենարների հեղինակը հենց Հենրիկ Մալյանն է նաեւ միշտ լինում է ինչ որ մեկը, բայց նա էլ անպայման մասնակցություն ունենում եւ ոնց ասում է Ֆելինին սցենար կարևորագույն կետերից մեկն է եւ Հենրիկ Մալյանը դրա վարպետն էր էլի։ Միջալոց ասեմ Մհեր Մկրտչյանն էլ գրեթե եթե ոչ ամբողջությամբ Մալյանի բոլոր ֆիլմերում նկարահանված դերասան։ Տեսնում այդ երկու ֆենոմենալ մարդիկ եւ այս դեպքում իսկապես սցենարը կարդում էի եւ ինչքան կարեւոր է որ մարդ կարողանում է նաեւ դրան տիրապետի, այսինքն պետք է ասել որ ամենակարևոր կետը կինոյի համար, որը մեզ մոտ հիմա կաղում է, մենք ունենք մեծ խնդիր հիմա կինոյի մեջ հենց սցենարի, Հենրիկ Մալյանը տիրապետել է դրան հրաշալի կերպով եւ կարողացել է իր ֆիլմերի համար ստեղծել դա։ Տաթև ջան, ու քանի որ մենք դերասաններ ենք ու սիրում ենք երևակայել, հիմա երևակայում ենք։ Այս երևակայության հարցը գրեթե մեր բոլոր հյուրերին եմ տալիս դերասան ընկերներիս։ Եթե Հենրիկ Մալյանը ողջ լիներ ու ֆիլմի քաստինգ հայտարարվեր, որ նկարելու են նա, միանգամից գնում ես համարձակ, թե մտածում ես դեռ շուտ է ինձ համար։ Ոայ շատ դժվար հարց է։ Ասեմ ինչի, որովհետև նայելով իր ֆիլմերը ու տեսնելով դերասաններին ու ոնց նշեցիր Ֆրունզիկ Մկրտչյանը խաղացել է իր բոլոր ֆիլմերում։ Իհարկե կվախենայի։ Իհարկե չի ունենա այդ համարձակությունը, որովհետև կմտածեի, որ հաստատ չունեմ այն տաղանդի ասիճանը, որ կկարողանայի հաղթահարել հենց այդ սցենարները, որոնք ինքը գրում է ու այդ կերպարները։ Չգիտեմ, բայց քանի որ միշտ համարձակ եմ, երևի թե կփորձեի, ինչի՞ չէ։ Ու վերջի մի կարևոր կետ կա, որը կարծում եմ հենց Մալյանը կարողացել է անել։ Շատ կարևոր է լինել այն ռեժիսորը, որ կարողանաս դերասանից քամել այն ինչ որ դու ուզում ես։ Ու կարծում եմ, որ Հենրիկ Մալյանը գուցե հենց այդ ռեժիսորն էր, որ կարողանում էր դերասանից քամել այն ինչ ուզում էր։
ինչի՞ չէ, կարող է եւ կարողանար ինձ նցել։ Հիմա խոսենք Հենրիկ Մալյանի հիմնած թատրոնի մասին։ Որն է տարբերությունը Հենրիկ Մալյանի թատրոնի եւ մյուս թատրոնների ըստ քեզ։ Միանշանակ ժանրային։ Մալյան թատրոնը շատ է տարբերվում իր ժանրով, իր ոճով եւ նաեւ դա իհարկե գալիս է Նարինե Մալյանից, այսինքն հաստենք որ Հենրիկ Մալյանը իր հետևից թողել է ժառանգ իրպես իսկապես շատ տաղանդավոր մարդ եւ կարծում եմ ժանրը եւ մի հետաքրքիր ոճ կա, որի մեջ ես գրեթե բոլորի մեջ տեսնում եմ ինչ որ հայկական նոտա, ինչ որ մի այնց սիրուն նոտա հայկական, որը նաև հենց Մալյանի ֆիլմերում կա եւ ինձ դա շատ է գրավում։ Այսինքն ժանրը, որը շատ կարեւոր է, որ թատրոնն ունենա իր ժանրը, ինչքան է բազմակողմանի բաներ բեմադրի, միևնույնն է ունենա իր մշտական մի ֆորման, որը պահում է, իսկ այսքան տարի Մալյան թատրոնը պահվում է այդ ֆորմայի վրա եւ մարդկանց հետաքրքիր է եւ մարդիկ գալիս են եւ մշտապես առանձնացնում են Մալյան թատրոնը որպես լավագույնների շարքում առհասարակ Երևանի եւ երևի թե նաեւ երկրի։ Տես մի հարց եմ ասում, տալիս ավելի ճիշտ։ Ես միշտ մտածել եմ, ինքս ինձ այդ հարցը տվել եմ էլ։ Ասում եմ, երբ որ Մալյանը արդեն հայտնի կինոռեժիսոր է եղել, ինչու ստեղծեց թատրոն, որովհետև թատրոն ստեղծելը միայն հաճույք չի։ Դա հոգս է, խնդիրներ է, պատասխանատվություն է։ Այսինքն դու պետք է քո գեղագիտական ճաշակով ուղղորդես մի խումբ, դա կլինի փոքր թե մեծ։ Ինչի ստեղծեց։ Շատ շնորհակալ ենք, որ ստեղծեց իրականում եւ կարծում եմ, այո, դա շատ կարեւոր է ստեղծելուց հետո տեր կանգնել այդ ամեն ինչին եւ կարողանալ ուղղորդել, այո, մի ամբողջ խումբ, որտեղ կինոն դու հավաքվում ես, նկարվում է եւ ամեն մեկը գնում է իր ճանապարհներով, հետագայում քո ձեռքում է, միայն դու ես, տիրապետում ես, մոնտաժում ես, ամեն ինչ կառավարում ես։ Թատրոնը իհարկե դա ամիսների փորձ է, շատ մեծ ջանք է պահանջում ամեն առումով, մենք գիտենք ինչ դժվար է պահել թատրոն եւ չգիտեմ ինչու որոշեց, երևի թե իսկապես պետք էր նաև դերասաններին, ովքեր նկարահանվում են, մշտապես այդ դերասանների հետ լինել process-ի մեջ, փորձել ստեղծագործել այնպես, որ նաև շատ ուրիշ արժեք է թատրոնը։ Մենք գիտենք, որ կենթանի ամեն դեպքում արվեստ է թատրոնը եւ կարծում եմ հենց դրա համար, որ նաև ինչու՞ չէ իր ստեղծածները տեսնի մշտապես կենթանի գործող process-ի մեջ երևի թե, որտեվ կինոն վերջ նկարում ես, մոնտաժում ես եւ էլ ոչինչ չես կարող փոխել, իսկ թատրոնը ամեն օր մի օրգանիզմ է, որը կարող է փոխվի, գուցե հենց այդ նպատակով է ստեղծել թատրոնը, չգիտեմ։ Իսկ քո կարծիքով Մալյանը իր ֆիլմերում ավելի շատ պատմում էր, թե փիլիսոփայում։ Կարծում եմ ավելի շատ պատմում էր մարդու մասին, որովհետև մի հետաքրքիր միտք ունի, որը շատ եմ սիրում, որ ես ստեղծագործում եմ միայն մարդու համար եւ իմ ոգեշնչման աղբյուրը հենց մարդն է։ Եվ կարծում եմ, որ դա իր բոլոր ստեղծագործությունների մեջ է երևում, որ ուղղակի պատմում էր մարդու մասին, մարդու զգացմունքների, մարդու ցավերի, մարդու երևի թե նաև բացասական եւ դրական կողմերի ամեն ինչ ու շատ հետաքրքիր է, որ գրեթե բոլոր ֆիլմերում դա երևում է, այսինքն իհարկե հիմքը վերցնելով մենք ենք մեր սարերը օրինակ, այնտեղ հրաշալի կերպով է ներկայացված, այսինքն դա շատ կարևոր է, երբ որ գրական հիմքը լինում է, դու կարողանաս դա ներկայացնել նաև այդպես։ Օրինակ մենք ենք մեր սարերում բոլոր անհատները դու տեսնում ես որպես առօրյայում ապրող եւ ապրող մարդկանց եւ ոչ մի փիլիսոփայություն այդտեղ չկա, ուղղակի մարդիկ են, ովքեր ապրում են իրենց կյանքը ճիշտ թե սխալ, բայց խնդիրը համամարտկային է։ Բայց խնդիրը այո, համամարտկային, այսինքն էլի հիմքում մարդն է, ոնց եւ ինձ թվում է, որ Հենրիկ Մալյանը սիրում էր ասել, այո, հիմքը, աշխարհի հիմքը դա մարդն է եւ կարեւոր է մարդու զգացածը ներկայացնել։ Տաթե մենք երիտասարդ ենք ու յուրաքանչյուր երիտասարդ դերասան, ով սիրում է իր գործը, ով զբաղվում է այս գործով, հաստատ համոզված եմ, որ իր մեջ կա այդ զգացողությունը, որ կցանկանար ինչ որ մի բան իրենից հետո թողներ։ Հիմա հարց. Հենրիկ Մալյան ունենք, իսկ դու կարծում ես մենք կունենանք էլի Հենրիկ Մալյաններ, ու ինչա պակասում մեզ, որ ունենանք Հենրիկ Մալյաններ։ Չի, չենք ունենա Հենրիկ Մալյան, բայց ես չեմ ուզում երբեք մտածել, այսինքն պետք է չի երևի թե էլ ունենալ, այսինքն մենք ունենք Նարինե Մալյան, այսինքն մարդ ով սերունդն է Հենրիկ Մալյանի եւ գուցե գնահատենք այդ մարդկանց ովքեր կան, այսինքն պետք չի, ես մշտապես վախենում եմ, երբ որ մենք ֆիքսվում ենք անցյալի վրա, հենվել անցյալի վրա, դա ամենաճիշտ բանն է, բայց
ֆիքսվել եւ միայն մնալ դրա վրա, դա ամենատխուր բանն է, որ կարող է լինի։ Հիմա հենվելով Հենրիկ Մալյանի վրա, մենք հուսով եմ, որ կունենանք այն սերունդը, ովքեր կկարողանան շարունակել այդ գործը, բայց ոչ ոք պետք չի դառնա Հենրիկ Մալյան, բայց պետք է հենվել այն ժառանգության վրա, որը թողել է նման ֆանտաստիկ մարդ, կարծում եմ։ Այսինքն չմոռանանք անցյալը։ Չմոռանանք անցյալը, բայց մենք նաև որովհետև ժամանակն է, աշխարհն է, ուրիշ զարկերակով գնում եւ այն ժամանակաշրջանը, երբ ստեղծագործել է Հենրիկ Մալյանը, իհարկե նկարագրելի է եւ իսկապես մեծ ժառանգություն է թողած մեզ, այսինքն պետք է հենվել է ժառանգության վրա ու գնալ առաջ, նոր անուններ ստեղծել, նոր անուններ հուսով եմ, որ ի հայտ կգան եւ միանշանակ ի հայտ գալիս են։ Ուղղակի իհարկե այդ ժամանակները, երբ որ ապրում էին իրենք, մի քիչ ավելի հնարավորությունները քիչ էին եւ բարեբախտաբար ավելի քիչ էր, ասես լղոզվում արվեստը, իսկ հիմա բավական շատ է լղոզվում եւ մարդիկ, ովքեր հնարավորությունը ունեն ժառանգելու եւ շարունակելու Հենրիկ Մալյանի թողած ժառանգությունը, իհարկե մի փոքր դժվարությամբ են կարողանում ջրի երես դուրս գալ, բայց ես մեծ հույս ունեմ, որ մենք ունենալու ենք այդ զատումը եւ գտնելու ենք այդ անունները, ովքեր իսկապես արժանի են շարունակելու այդ գործը։ Համամիտ ես իմ մտքի հետ, որ Մալյանը արդիական է նաև այսօր ու արդիական կլինի նաև վաղը։ Միշտ։ Ու մի հարց. ինչ պիտի անենք մենք արվեստագետներս մեր կողմից, թեկուզ եւ փոքր, որ կարողանանք ներկայացնել Մալյանի ժառանգությունը երիտասարդ սերնդին։ Դուք անում եք դա հիմա թատրոնում, անում եք Մալյան թատրոնում դա եւ կարծում եմ, որ միակ բանը, որ շատ կուզեի երևի թե ավելի շատ ցուցադրություններ Հենրիկ Մալյանի ֆիլմերի, նաեւ ինչու՞ չէ գեղեցիկ լեզվի համար, որովհետեւ ֆանտաստիկա եւ դու նայում ես մենք ենք մեր սարերը եւ գյուղացին խոսում է էերով ֆիլմում ամբողջ ու դու երբեք քո ականջը դա չի ծակում եւ դու չես ասում ինչու է գյուղացին խոսում էերով կամ հովիվները հացենի տուն բերանը փակ դա ֆանտաստիկա դա չգիտեմ ով կկարողանա դա էլ անել երևի թե պետք է չի փորձել դա արդեն արված է բայց այ դա պետքա որպես մշտապես կրթական համակարգի մեջ ցույց տրվի եւ անպայման միշտ մատուցվի հուսով եմ որ մենք կլինենք այն սերունդը որը անդադար դրանք կմատուցեն պետք չի կրկնօրինակել նույնը բայց պետքա հասկանալ որտեղից բռնել այսինքն պետքա անպայման այնքան դիտես որ դու հասկանաս որտեղից վերցնես հիմքը հենց օրինակ սցենարի եւ առհասարակ նկարանման ոճի չկրկնելով իհարկե որպես վերջաբան եթե Հենրիկ Մալյանը ողջ լիներ արդյոք գոհ կլիներ մեզնից Չէ, իսկապես չգիտեմ, որտեղ շատ բարդ հարց է։ Դե հուսով եմ, որ ամեն ինչ կանեինք, որ արժանանայինք գոհունակությանը։ Բայց երևի թե չէ, որովհետև մենք դեռ չենք շարունակում, ամեն դեպքում կինոյի մեջ չենք շարունակում ժառանգությունը, որը թողնվել է մեզ ցավոք սրտի, դեռ չենք շարունակում։ Այնպես որ դժգոհելու միանշանակ տեղ կունենար եւ արդարացված բայց գուցե դա լիներ այն ստիմուլը, որը մեզ կստիպեր շարունակել դա իր ներկայությամբ։ Երևի թե մեզ պակասում են նման մարդիկ, որ այդ սթափությունը ունենանք շարունակելու ճիշտ գործը, որը կորցրել ենք ինչ որ, չգիտեմ որ ճանապարհին, բայց դեռ չենք գտնում օրինակ մեր կինոյի ճիշտ գիծը, որը ինձ համար տխուր է։ Ինձ թվում է ամեն դեպքում որպես երիտասարդ արվեստագետներ, հիմա այդ հարցը ես եմ էլի ուզում ինքս ինձ պատասխանեմ ինչի։ Այդ հարցը ինձ էլ է միշտ տանջ է ուզում գողքին։ Բայց մտածում եմ տատ, եթե ես իրոք իմ գործը անում եմ անկեղծ։ Գիտես այնքան էլ բարձր չի թատրոնի աշխատավարձը, չկան ավելի գայթակղություններ, որ դու էլ ավելի լծվես աշխատանքին։ Բայց ինձ թվում է, եթե մենք անում ենք մեր գործը անկեղծ, անում ենք սիրով ու ամենակարևորը չենք խափում ինքներս մեզ ու ոնց որ Մալյանն էր ասում, եթե կարողացել ենք այս ընթացքում մեր ժամանակի մեջ ինչքան որ աշխատել ենք այս թատրոնի ասպարեզում կամ կինոյի եթե կարողացել ենք թեկուզ հուզել մեկ մարդու կարողացել ենք բարկացնել անգամ ինձ թվում է գոհ կլիներ ինձ թվում է գոհ կլիներ վստահ եմ որ ինչ որ անհատներից միանշանակ գոհ կլիներ այդպես չի մենք ունենք քո ասած այնպիսի անհատներ ովքեր չնչին աշխատավարձներով միևնույն ամեն օր բարձրանում են բեմ ու ամեն ինչ փորձում են անել կինոյում էլ այդպես, բայց ուզում ասել ընդհանուր խոսում եմ ընդհանուրի մասին, կարծում եմ որ չէր լինի
Բայց մենք կփորձենք իհարկե արժանանալ գոհունակությանը։ Բայց այո, մենք գոնե կարողացել ենք ուզել մեկ հանդիսատեսի, ինչպես ասում էր ինքը, նշանակում է երևի թե կարող ենք մեզ համարել արվեստի գործիչ։ Իմ խոսքերը չեն, Մալյանի խոսքերն են։ Շնորհակալություն անկեղծ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ շատ։ Սիրելիներս, իմ հյուրն էր իմ սիրելի գործընկերուհի դերասանուհի Տաթևիկ Հովակիմյանը։ Իսկ մենք կհանդիպենք։ Հաջողություն։ Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞։ Ավստրիա։ Երազին երկիր հայրենի Խնձոր կսիրես։ Այո, կսիրեմ։ Երթամ քեզ համար խնձոր։ Խնդրեմ ուշադրություն կնկարեմ։ Այսքանը։ Ստեսում։